Բազմել է ցարերի գահին Թիֆլիսցի նեղճակատ կինտոն, խրոմ է սապոգներ հագին և գահը արել է ֆայտոն, նստել է, քշում է բռի, վարգում է, ոստնում է անցնում, տիրան է, Ներոն է բռի, սփռում է արյուն ու արցունք, լռել են ձայները, իզեն, դարձել են կեղծած հիացում, նորավար երկիրը հյուսկեն ժայթքում է իր մեջ, մակածում, որ հետո ահավոր պարպի, խլացնի, որոտներն անպեղեն և ինչպես հրաբուխ պայթի, հուրհրա լավան հրեղեն, հառաչի, հորդանա, հորդի, արնաներկ գահի վրայով, հզի բավ է արևներ մորթի, այդ կինտոն սարդի ճակատով: Օ երբ է Մսրը եղել մեր հիմքում նման հոր փորող, մեզ ոչ ոք այսպես չի նեղել, ինչպես այդ հարճորդին կարող: Սև կառքի կառապան լկտի, բազմել է ցարերի գահին, լափում է որձակը մեր մտքի, զրկում է մեզ հունտից ազգային: Ինչ անի նստվածքը Ռամիկ, կավատի դավից անտեղյակ, արև էր, դառել է մահիկ, աշխարհում մնացել մենակ: Օ ուր եք աստղեր, արևներ, իջնում է ազգիս երեկոն: Եվ եղավ չլսված մի նեռ, Թիֆլիսցի նեղճակատ կինտոն: Այս ստեղծագործությունը Չարենցը գրել է 1937 թվականին բանտում: Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի ավելին իմանաք հանճարների և նրանց ստեղծագործությունների մասին: